Իսրայել-Իրան պատերազմի 8-րդ օրն է, հրթիռների տարափը երկու երկրների մայրաքաղաքներում չի դադարում։ Պարզվում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին սպառնալուն զուգահեռ իսրայելական նշանառության տակ է եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանն է տեղեկացրել, որ Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը կանխվել է։ Եթե հայրենիքի անհայտ զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է իրականացվեր Իսրայելի խոշոր դավադրությունը, որը Փառք Աստծո ձախողվեց։ Մահափորձի որևէ հանգամանք չի բացահայտվել։ Իսրայելի հետ հակամարտության ակտիվ փուլի մեկնարկից ի վեր Աբբաս Արաղչին մի քանի ուղիղ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նա ի թիվս այլ բաների ասել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։ Իսրայելցի պաշտոնյաները շարունակում են ամենաբարձր մակարդակով խոսել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին սպանելու մտադրության մասին, ինչին էլ միջամտում են միջազգային հանրությունն ու Իրանի աջակիցները։ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Խամենեիի հնարավոր սպանության մասին հարցին ի պատասխան ասել է, որ նույնիսկ չի ուզում քննարկել դրա հնարավորությունը։ Պուտինն Իրանի հարցով հեռախոսազրույց էր ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, ինչը ԱՄՆ նախագահին այդքան էլ դուր չէր եկել։ Պուտինին պատասխանեցի՝ միջնորդ եղիր քեզ համար։ Արի նախ Ռուսաստանի հարցը լուծենք, հետո կարող ես զբաղվել միջնորդությամբ։ Խամենեիին ասում եմ դե հաջողություն։ Շատ չանցած ռմբակոծությունները տեղափոխվեցին մեդիադաշտ։ Կողմերն ու իրենց դաշնակիցները հանդես եկան գրառումներով։ Թրամփը չի կարողանա ընդունել կամ չընդունել Պուտինի միջնորդական ջանքերը Մերձավոր Արևելքում։ Դա պետք է որոշեն հակամարտության մասնակից երկրները։ Իսրայելի վարչապետն էլ կարևորել է Թրամփի դերակատարությունն այս հարցում։ Մենք երբեք չենք ունեցել ավելի լավ բարեկամ, քան Թրամփը եւ գնահատում ենք նրա յուրաքանչյուր որոշումը։ Ամեն ինչ կախված է Թրամփից, նա գիտի խաղի կանոնները։ Իրանական կողմն էլ չի պատրաստվում դիրքերը զիջել, նա էլ իր դաշնակիցների ուժերին է վստահում։ Մինչ այս պահը Իրանը դեռ չի օգտագործել ցամաքի, ծովի, նավթի, Հորմուզի նեղուցի իր կարողությունները, ինչպես նաև դաշնակիցներին։ Մեր դաշնակիցներն օգնություն են առաջարկել, սակայն նրանց ասել ենք դեռ կարիքը չկա։ Հունիսին Իրանի արտաքին գործերի նախարարը Ժնևում կհանդիպի եվրոպական 3 երկրների ղեկավարների եւ Եվրոպական միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկելու միջուկային հարցը եւ տարածաշրջանում վերջին զարգացումները։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։